Թեման, որի մասին ես հիմա խոսելու եմ, ընկերներ ջան, բացվել է իմ առիքում 1 տարի առաջ ու հիմա արդեն ավելի մանրամասն ցանկանում եմ ձեզ ավելի հասկանալի կերպով բացատրել, քանի որ սա շատ կարևոր թեմա է, հենց այնպես եմ ես տալիս սրան կարևորություն այսքան, քանի որ ընկերներ ջան, շատ եւ շատ տրեյդերներ, ովքեր որ ունեն տարիների փորձ, սակայն չունեն ստաբիլ եկամուտ տրեյդինգում, նրանց հենց այս մի քայլն է բաժանում այդ ստաբիլ եկամուտը ունենալուց ընկերներ ջան, չեմ ասում բոլորին, սակայն հիմնականում այդպես եմ հանդիպել իմ կարիերայի ընթացքում, մինչ բուն թեմային անցնելը ցանկանում եմ նաև ասել ձեզ, որ այս ինֆորմացիան, այս մեթոդը իմ իսկ սեփական մեթոդն է, դուք չեք լսի, սա ձեզ չի ասի ուրիշ ոչ մի տրեյդեր, ուրիշ ոչ մեկի ալիքում չեք տեսնի սա, քանի որ սա նախ եւ առաջ իմ իսկ սեփական մեթոդն է եւ իմ իսկ սեփական եզրակացությունը, որը ես բնականաբար ինձանից չեմ հորինել, սա հիմնված է տեխնիկական անալիզի բազային եւ հիմունքային գիտելիքների վրա։ Նախ եւ առաջ ցանկանում եմ տալ կարճ բացատրություն, թե ինչ է կոլեկցիան առհասարակ։ Ինչպես գիտենք, գրաֆիկը ունի 3 ստրուկտուրա կամ 3 տրենդ, դա դեպի վերև շարժվող տրենդն է եւ դեպի ներքև շարժվող տրենդը, ինչպես նաեւ կոնսոլիդացիան, ֆլետը կամ բակավիկը դեպի կողմ գնացող տրենդը, ինչպես ուզում եք անվանեք, միևնույնն է, բոլորս էլ նույն բանն ենք պատկերացնելու, ուրեմն տեսեք, դեպի վերև շարժման ընթացքում գնի դեպի հորիզոնական եւ տրենդային թեքեր իջնելը դեպի ներքև շարժը կոչվում է կորեկցիա, դեպի ներքև տրենդում գնի դեպի վերև շարժը, դեպի հորիզոնական ուռովեն կամ դեպի տրենդային թեք ուռովեն գտնի կոչվում է կորեկցիա, մեկ խոսքով դեպի ներքև տրենդի ժամանակ դեպի ուռովեն գնի վերև կոչվում է կորեկցիա եւ հակառակը դեպի վերև տրենդի համար եւ ունենք նաեւ ֆլետ, կոնսոլիդացիա, այստեղ հորիզոնական ուռովենների մեջ գնի տատանման միջանցքի մասին է խոսքը գնում, այս ժամանակ ընկերներ ջան կարող եք անվանել գինը շարժվում է կորեկցիայից կորեկցիա, քանի որ կորեկցիայի հաշվարկը այստեղ եւս ընկերներ ջան տեղ ունի եւ աշխատում է բնականաբար։ Հիմա եկեք անդրադառնանք կորեկցիայի հաշվարկին։ Նախ եւ առաջ ընկերներ ջան ցանկանում եմ տալ բացատրություն, թե ինչա կորեկցիայի հաշվարկը։ Մեր թիմում բոլոր այն գործակները, որոնք բացում եմ ու բացում են ինձ այդ բոլոր թիմակիցները կհաստատեն իմ խոսքերը, շատ գեղեցիկ գործակներ ենք անում, գեղեցիկ են իրենց շարժման ընթացքով, մեր գործարքի բացման կետից եւ փակման կետից եղած հեռավորությամբ եւս շատ գեղեցիկ են, վերջում անպայման ցույց կտամ բոլոր գործակները։ Կորեկցիայի հաշվարկը կարևոր է ընկերներ ջան, քանի որ մենք ունենք այնպիսի աշխատանքային ինստրումենտ, որը պահանջում է շատ մեծ ճշգրտություն։ Այսինքն մենք այս կորեկցիայի մեջ չենք կարող բացել օրինակ տրենդային թեքից կամ հորիզոնական ուռովենից միշտ գործակներ եւ այդպես միշտ լինենք պլյուս։ Երբեմն գինը անցնում է այս տրենդային թեքից փոքրինչ վերև կամ հորիզոնական ուռովենից փոքրինչ վերև է անցնում։ Մենք մտածում ենք, որ լինում է բրաբոյ, սակայն եթե արդեն գիտենք կորեկցիայի հաշվարկի մեթոդը, հասկանում ենք գնի շարժման ամբողջ տրամաբանությունը, ամբողջ լոգիկան ու պարզ հասկանում ենք, որ այդտեղ կորեկցիան դեռ չի ավարտվել, գինը շարժվում է դեպի վերև կամ դեպի ներքև, դեռ կոլեկցիան ընթանում է ու դրա համար մեր գործարքները չենք բացում կամ շուտ ենք բացում ու մինուս ենք լինում։ Նախ բերեմ սկզբնական նախատիպ պարզ օրինակ ու դրանից հետո արդեն անցնենք առաջ ընկերներ ջան, ենթադրենք ունենք դեպի վերև շարժվող տրենդ, ընկերներ ջան, լոկալ մաքսիմումները անընդհատ թարմացնելով շարժվում է վերև, ներկած մոմերը սրանք կարմիր մոմերն են։ Ընկերներ ջան, տեսեք, բացել եք գրաֆիկը, ունեք դեպի վերև տրենդ ու ուզում եք աշխատել այդ դեպի վերև տրենդի հետ։ Բնականաբար նայելու եք հորիզոնական ուռովեններ եւ տրենդային թեք ուռովեններ, միջանկյալ կամ հիմնական երկրորդային ոչ էական տրենդային թեքերը, դրանց մասին արդեն խոսել եմ։ Ինչ ենք հիշում կորեկցիայի հետ աշխատելիս։ Նախ եւ առաջ մենք չենք աշխատում այն հավանականության տեսությամբ, այն անալիզով, որ այս կետից սկսելու է կորեկցիա մինչև տրենդային թեքը, ոչ, եւ չենք աշխատում այն անալիզով, որ կորեկցիան եթե արդեն սկսել է, բացում ենք դեպի ներքև գործակ, օրինակ դեպի վերև տրենդում, որ կորեկցիան դեռ շարունակվելու է։ Ոչ, կրկին ընկերներ ջան, նման դեպքում չենք աշխատում։ Մենք աշխատում ենք այն դեպքում, երբ կորեկցիան սկսել է, ավարտվել է, արդեն մենք գիտենք, որ ավարտվել է
կոլեկցիան ու բացում ենք թրենդի ուղղությամբ կարեկցիայի ավարտից թրենդի շարունակվելու անալիզով։ Իսկ հիմա երբ հասկանանք, երբ է կարեկցիան ավարտվելու, բացել ենք գրաֆիկը, ունենք local մասում trend դեպի վերև, օրինակ տվյալ դեպքում եմ ասում, դեպի վերև trend եմ նկարել, դեպի վերև trend-ը արդեն որոշել ենք ու նայում ենք ընկերներ ջան, վերջին 40 րոպեից մինչև 1 ժամը 40 րոպեից մինչև 1 ժամը, երբեմն նաև 30 րոպեից մինչև 50 րոպե, այսինքն վերջին այդ local մասում մաքսիմումի թարմացում, տեստ դեպի որևէ trend-ային թեք, մինչև հաջորդ մաքսիմումի թարմացում, նայում ենք թե այդ կոլեկցիայի ժամանակ քանի կարմիր մոմա տեղի ունեցել, ամենապարզ օրինակը դա այս mini trend-ներն են, երբեմն լինում են նաև կոլեկցիաների տեսքով այս mini trend-ները, այսինքն որ բաղկացած են 1-ից 2 րոպեանոց կոլեկցիաներով, որտեղ 1 րոպեանոց կոլեկցիան դա փոքր կոլեկցիան է, 2 րոպեանոցը ամենախորքային կոլեկցիան է։ Այս դեպքում աշխատում ենք ընկերներ ջան, երբ այս 2 րոպեանոց կոլեկցիան ամբողջովին տեղի է ունենում, որից հետո բացում ենք կոլեկցիա։ Փոքր կոլեկցիաների հետ չենք աշխատում ընկերներ ջան, քանի որ կա երկարաձգման հավանականություն։ Հիմա տեսեք Ինչու՞ն դա կայանում այս կոլեկցիաների հաշվարկի հիմնական խնդիրը ընկերներ ջան։ Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ միշտ չէ, որ մենք աշխատելու ենք այնպիսի trend-ների հետ, երբ բոլոր կոլեկցիաներում լինելու են միայն կարմիր մոմեր։ Հետո այնպես չի, որ կոլեկցիան բաղկացած է միայն կարմիր մոմերից։ Դուք չեք կարող դա հաշվել, դա ոչ ոք չի կարող ընկերներ ջան հաշվել, քանի որ լինում են 10-ից 15 րոպեանոց կոլեկցիաներ, երբ օրինակ դեպի վերև trend-ի ժամանակ, որ միայն ու միայն այս կարմիր մոմերից բաղկացած։ Հետո վերջին արդեն 40 րոպեից 1 ժամը դուք դիտարկեք, արդեն չեք կարող դա այդպես հաշվել, բացի դրանից եթե դուք կարողանաք նույնիսկ հաշվել, արդեն այդ գործարքի կետը դուք բաց եք թողնելու ընկերներ ջան, որը որ գտել եք։ Այդ իսկ պատճառով գոյություն ունի այստեղից արդեն մեկ մեթոդ, ինչպես անենք, որ տեսնենք գրաֆիկը այս պատկերով, այսինքն սա M1 time frame-ում եմ ես ցույց տվել ընկերներ ջան, ովքեր չգիտեն time frame-ը մոմի տևողությունն է, ինչպես անենք, որպեսզի հասկանանք, երբ կարողանանք հաշվարկել արդեն խորը կոլեկցիաները, երկար կոլեկցիաները, քանի որ երբեմն դրանք դնում են նույնիսկ 30-ից 40 րոպե։ Տեսեք ընկերներ ջան, ոչ ոք մեզ չի արգելել փոխել, մեծացնել time frame-ը։ Time frame-ների հետ խաղալ միշտ կարելի է ու միշտ ավելի օգտակար ու ավելի արդյունավետ է։ Եթե ես իմ M1 time frame-ում օրինակ ունեմ դեպի վերև շարժվող trend, այստեղ եղել է օրինակ 1 րոպեանոց կորեկցիա, այստեղ եղել է 2 րոպեանոց կորեկցիա օրինակ, այստեղ եղել է 3 րոպեանոց կորեկցիա, հաջորդը վայրկյանին արդեն եղել է օրինակ, չգիտեմ, 4 րոպեանոց կոլեկցիա, այսինքն կոլեկցիաները անընդհատ երկարաձգվում են ու հաշվարկել չեք կարող։ Մինչ այս էլ օրինակ եղել է նույն օրինաչափությամբ, օրինակ 4 րոպե, 3 րոպե, 2 րոպե, արդեն սրանք ընկերներ ջան, դուք հաշվել չեք կարող, ինչ անել տվյալ դեպքում։ Տվյալ դեպքում ընկերներ ջան, մեծացնում ենք time frame-ը։ Հիմնական աշխատանքային time frame-ները M1 M1 time frame-ով աշխատելու համար հիմնական աշխատանքային time frame-ները դրանք M3-ն են եւ M5-ն են։ Ինչ ենք անում ընկերներ ջան, տվյալ դեպքում փոխում ենք time frame-ը M1-ից նախ եւ առաջ դարձնում ենք M3 time frame, երբ տեսնում ենք ինչպես է դասավորվել գրաֆիկի ստրուկտուրան տվյալ գրաֆիկի եւ տվյալ trend-ի համար։ Եթե տեսնում եք ընկերներ ջան 1-ից 2 օրինաչափությունը, այսինքն M3 time frame-ում տեսնում եք կրկին այս օրինաչափությունը, այսինքն 1-2, այսինքն դա նշանակում է, որ այնտեղ կոլեկցիաները երևում են, որ փոքր կոլեկցիան M1 time frame-ում 3 րոպե է, իսկ երկար կոլեկցիան M1 time frame-ում 9 րոպե է, ընկերներ ջան, քանի որ 1 մոմ, 2 մոմը M1 time frame-ում համապատասխանաբար 3 րոպե եւ 9 րոպեի մասին է խոսքը։ Ընկերներ ջան, տվյալ դեպքում արդեն դուք սպասում եք, մեզ պետք է այս սկզբնական նախատիպը ստանալը։ Եթե դուք տեսնում եք վերջին արդեն M3 time frame-ում ոչ թե կես ժամից մինչև 1 ժամ, արդեն 3 անգամ դրանք ավել, այսինքն 1.5 ժամից 3 ժամ։ Արդեն մեծ time frame
frame-ում, M3 time frame-ում այդ կարեկցիայի մոմերը, որոնք որ այսպես իջնելու են դեպի ներքև, հետո բարձրանան, հետո իջնեն, հետո կրկին բարձրանան, սա M1 time frame-ն է, մեկ ընդհանուր մոմի մեջ արդեն M3 իրանք դասավորվելու են ու արդեն կարող եք այսպես պարզ տեսնել, քանի մոմ դասավորվել է M3-ում, ինչ ստրուկտուրա ենք ստացել ու կարեկցիան ինչպես կարելի է արդեն հաշվել M3 time frame-ում, ընկերներ ջան։ Սա M3-ի մասին։ Նույնը, ընկերներ ջան, M5-ի, եթե M3-ում կրկին չեք տեսնում որևէ պարզ դասավորվածություն, անցնում եք M5 time frame-ին, տեսնում եք կրկին այս նախատիպի վրա հիմնված որևէ մեկ կարմիր մոմ, երկու կարմիր մոմ, մեկ կարմիր մոմ, երկու կարմիր մոմ, վերջին արդեն 1-ից 2 ժամվա ընթացքում կամ 2-ից 3 ժամվա ընթացքում տեսնում եք M3-ում կամ M3-ում չեք տեսնում, M5-ում տեսնում եք կրկին, որ մեկ մոմ իջել է դեպի ներքև, կոպիտ ասած, բացացել վեր է մաքսիմում թարմանցել, հաջորդը 2 րոպե է իջել դեպի ներքև, ներողություն, 2 կարմիր մոմ է իջել դեպի ներքև, կրկին շարժվել մաքսիմումի թարմացման ու այսպես որոշակի ժամանակ շարժվում է այս ստրուկտուրայով, օրինակ N5 time frame-ում, միանշանակ ընկերներ ջան, այստեղից արեք հետևություն, որ փոքր կարեկցիան M1 time frame-ում տևում է 5 րոպե, մեծ կարեկցիան տևում է 15 րոպե։ Փոքր կարեկցիայի հետ գործարք անելը ռիսկային է, սկսնածների խորհուրդ չեմ տալիս, ես անում եմ, սակայն ձեզ խորհուրդ չեմ տալիս, իսկ արդեն երկար կարեկցիաները վերցրեք ձեր աչքի առաջ, երբ տեղի է ունենում 2 հատ M5 time frame-ում այս մոմերը, դա նշանակում է, որ M5-ում երբեմն նաև շարժվելու է դեպի վերև այդ կարեկցիան, հետո շարժվի դեպի ներքև, դուք սա հաշվել բնականաբար չեք կարող, սա ընդհանուր դասավորվում է մեկ M5 time frame-ում մոմի մեջ, որը որ երևում է արդեն M5 time frame-ում։ Չեմ ցանկանում հիմա արդեն շատ ցենց ինֆորմացիա տալ ձեզ, քանի որ ընկերներ ջան, չեմ ցանկանում ծանրաբեռնել ձեզ հենց այս առաջին թեմայով, հենց այս առաջին դասով, որոշակի մասերով ցանկանում եմ բացատրել ձեզ, սա դեռ առաջին մասն է, ցանկացա այսպես թղթի վրա ձեզ նախ տալ նախաբան, որից հետո արդեն կանցնենք գրաֆիկին ու արդեն ցույց կտանք կբացենք գործակներ։ Եկեք հիմա ձեզ ցույց տամ նայել գործակների պատմությունը ու ավարտենք վիդեոն։ Կարեկցիայի հաշվարկը ընկերներ ջան տալիս է այսպիսի գեղեցիկ գործարքներ, որոնք բացում եմ ինչպես եւ ես, այնպես էլ ամբողջ թիմի մասնակիցները եւս ինձ էլ միասին բացում են ընկերներ ջան։ Տեսեք, սա մեր այս շաբաթվա արդյունքն է, այս շաբաթ բացված գործարքներն են, ինչպես նաեւ ովքեր որ ցանկանում են միանալ մեր թիմին, կարող եք ներքևում նկարագրության բաժնում կգտնեք մեր թիմի լինքը։ Շնորհակալ եմ բոլորից ընկերներ ջան, այս թեմայով դեռ խոսենք, այս թեման դեռ նոր բացեցինք։ Միացեք ալիքին, որպեսզի բաշխտող հետագա կարևոր բացատրությունները այս թեմայով։